Ուշադրություն սիրելի մասնակիցներ, Հյուսիսային Պողոտայի հատվածում գտնվող հարգելի հայրենակիցներ, կխնդրեինք առաջանալ դեպի հրապարակի հատված հանրահավաքը մեկնարկելու համար։ Հյուսիսային Պողոտայի հատվածում գտնվող հարգելի հայրենակիցներ, հրավիրում են ձեզ հրապարակ համեցեք։ Արցախցիներն են հավաքվել Ազատության հրապարակում տարբեր խնդիրներով եւ սոցիալական եւ բնակարանային հարցերով, շատերը ուղղակի ուզում են վերադառնալ իրենց տներ Արցախ։ Նման բան հնարավոր համարում եք։ Այո։ Որ իրավիճակում։ Շատ հնարավոր է, որովհետև դա միակ ճշմարտությունն է քաղաքականության ասպարեզում, այսպես ասած, թևածող տարբեր այդպես կեղծ ու սուտ ու նանիր ու հայրենասիրական այդ նկարտումներով, բանով, ճղճղոցներով, խոսակցությունների դուրս, սա ամենաճիշտ, ամենաարդար, ամենաաստվածատուր, ինչ ասեմ, մաքրամաքուր պայքարի ձև է, որ մարդիկ ուզում են շարունակել ապրել։ Այսքան բան, ինչքան պետք է մենք մնանք այս թմբիրի մեջ, և ներսից, և դրսից, ինչքան, հնարավոր չի, չէ ապրել, ճիշտ է, 100-ամյա պատերազմ էլ է եղել, չէ, պատմության մեջ, հիմա ես չեմ ուզում, մենք այսօր պատրաստ չենք, մենք չենք կարող 100 տարի պատերազմել, որովհետև կան խնդիրներ, որը կարելի է քաղաքական ճանապարհով, խոշոր, մեծ, նվիրյալ, հայրենասեր, ազգային նկրտումներով զինված քաղաքական գործիչները կարող են այդ լուծումը տալ 1 օրում, 2 օրում եւ վերջանա։ Եվ շարունակենք ապրել, ծաղկել այս երկնքի տակ, այս արևի տակ, այս չգիտեմ, ձյան տակ, պետք է ապրենք, մենք մեր հայրենիքի տերն ենք։ Հիմա մեզանից ինչ ասես խլել են, բայց վերջինը, որ ուզում են խլեն, դա մեր հայրենիքն է, չէ՞։ Ոնց կարելի է հայրենիքը տալ։ Եվ խլողը, հայրենիքը մեզանից խլողը հայրենիքի ղեկավարներն են, որոնք միացել են այլ ուժերի, այլ օտար քաղաքական ուժերի, ես չգիտեմ ինչ ուժեր են, ես այդքան խորացած չեմ, բայց էս է իմ խնդիրը այնա, որ մենք ունեցել ենք հայրենիք, մենք մի ազգ ենք, մի ժողովուրդ ենք, որ առաջինը ընդունել ենք նաև քրիստոնեությունը եւ 301 թվականից առ այսօր մենք որպես քրիստոնյա ազգ աշխարհում ապրել ենք, արարել ենք եւ ստեղծել ենք եւ ճանաչվել ենք եւ գնահատվել ենք եւ շարունակում ենք գնահատվել որպես մարդկությանը ծառայող լավագույն նվիրյալ ազգերից մեկը, մարդկության բարօրությանը, մարդկության, ինչ ասեմ, մարդկության քաղաքականությանը, մարդասիրական ապրելու այդ կերպն ու տեսակը թերևս առաջին անգամ որպես քրիստոնյա ազգ, որ առաջին անգամ ընդունել է քրիստոնեությունը, այդ մենք ենք այս աշխարհը սովորեցրել ապրել։ Մենք ենք այս աշխարհը սովորեցրել ապրել, աշխատել, գործել, արարել, ստեղծել։ Էլ ինչ ասեմ, էլ համբերության բաժակը լցվել է։ Բայց սա ինչ է, այսքան արցախցի էստեղ, ինչ է սա նշանակում։ Ով ուր է իրենց հայրենիքը։ Ով է վաճառել այս արցախցիների հայրենիքը։ Ով է հայության այս հատվածի հայրենիքը վաճառել։ Ով է վաճառել։ Կարծեմ դու կանոնը շատ լավ գիտեք։ Այո, ես արդյոք կա մեկ ուրիշ հայ այս երկրում, որ չիմանա, որ Նիկոլ Փաշինյանն է։